Բարի առավոտ սիրելի բարեկամներ, Փակ Տիրոջ այս հրաշալի օրվա համար եւ մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը այս առավոտ վստահ եմ արդեն արթնացել եք եւ պատրաստվում եք միանալու մեր եթերին եւ միացակ եւ կխնդրեի ոչ թե միայն միանաք, այլ նաեւ կիսվեք այս եթերը ձեր ընկերների, բարեկամների հետ, Facebook-յան ընկերների հետ Այսօրը մեր հյուրն է, միանգամից ներկայացնում քրիստոնեական առաքելություն եկեղեցու հովի օգնական Սերգեյ Մկրտչյան եղբայրը նա արդեն մի քանի անգամ ունեցել ենք իրեն այստեղ հյուր եկել է եւ շատ օգտվել ենք իր խոսքով եւ այսօր նորից եկավ եւ շատ շնորհակալ ենք Սերգեյ եղբայրն ընդունեցիր մեր հրավերը եւ եկար Բարոձես Ես եմ շատ շնորհակալ Աբրահամ եղբայր ջան այս մեծ պատվի համար եւ Գոհություն Աստծուն այս հնարավորության համար, որ մենք առավոտյան իրար հետ մեկտեղ լինելու մեր քույր եղբայրների հետ։ Լավ է, չէ, առավոտ երբ որ սկսում ես Աստծո խոսքով առավոտ։ Երանի նրանց, որ առավոտը Աստծո երեսը փնտրում են եւ նրա հետ են սկսում նրանց դրված օրը։ Այո, Դավիթը իր սաղմոսների մեջ ունի այս արտահայտությունը, որ առավոտ կանուխ քեզ են փնտրում ովտեղ, չէ, այդպես առավոտվա մասին հրաշալի այդպես մտքեր ունի։ Ուրեմն Սերգեյ մի անգամից պետք է անցնենք թեմային, ես կներես մի պահ, լավ է, շատ լավ է, միկրոֆոնը հեռու է քեզանից, շատ լավ մոտեցար։ Ուրեմն մի անգամից անցնենք թեմային, այսօրվա թեման շատ հետաքրքիր է եւ նաեւ խորհրդավոր թեմա է։ Եվ ում որ որդին կամենա հայտնել ինքնին, այսպեսի խորհուրդ է։ Հետաքրքիր է Կարող ենք Աստվածաշունչը շատ լավ իմանանք, անգիր անենք, լավ մեկնաբանություններ անենք, վերջապես աստվածաբանություն եւ աստվածաբանական գիտություն ունենանք, բայց միևնույն է, ում որ որդին ու կամենա հայտնել ինքնին։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ինձ համար էլ հատուկ է դա, որովհետեւ Հենց որ այդ տեսանկյունից սկսեցիք Աբրահամ եղբայր անգամ այն երկու աշակերտները որ գնում էին Էմաուսի ճանապարհ դեպի Էմաուս այդ իրանց երկիրը իրանց քաղաքը կամ գյուղը Հիսուսի հետ էին քայլում խոսում էին Հիսուսի մասին բայց քանի դեռ Հիսուս իրեն հայտնի չէր արել իրենք պատմություններ էին պատմում դու տեղյակ չես եւ այլն բայց երբ որ նրան բերեցին իրենց տուն, ոնց որ չթողեցին գնալ, որ Աստծո սրտի ուզածներ, ոնց որ մի բան արեցին Աստծո սրտի ուզածի պես։ Քիչ էր մնում շանսը բաց թողեցին։ Ճանապարհորդին չթողեցին երեկոյան շարունակել, ոնց որ ասում բռնադատեցին եւ բերեցին իրենց տուն։ Այդ ոնց որ մի հատ իրավունք էր, որ Տեր իրեն հայտնի արեց։ Ոնց որ մի փոքր շանս էր, էլի, մի փոքր ոնց որ մի հատ բան էր, ակնարկ էր, որ հնարավորություն էր, որ Տերը իրեն հայտնի արեց եւ ասում է, հենց այդ խոսքը որ Յանով սկսեցիր դա կարդամ, դանցնենք առաջ եւ Ղուկասի 10:22-ը Ամեն բան տրվեցավ ինձ իմ հորից է եւ ոչ ոք չգիտի թե ով է որդին, բայց միայն հայրը եւ ով է հայրը, բայց միայն որդին գիտե այսինքն եւ ում որ որդին կամենա հայտնել այսինքն մենք կարիք ունենք որ Որդին Տեր Հիսուսը մեզ հորը հայտնի անի։ Աշակերտներն էլ էին փնտրում ասում էին Հիսուսի հետ ապրում էին ասում էին մեզ հորը ցույց տուր։ Ասում էր ինձ տեսակ, հորը տեսակ։ Այսինքն մեր ամենքի, ոնց որ մարդկության ամենքի կարիքն է նորից հոր հետ մեկանալու հոր հետ, հաշտվելու հորը տեսնելու մեր հորը, որի սկզբանը մեզ ստեղծեց, մեր հետ էր եւ հիմա էլ մեզ ծնեց։ Իր խոսքի միջոցով մեզ ծնեց, իր հոգով մեզ ծնեց։ Հիմա մենք կարիք ունենք, որ շատ ժամանակ մենք ծնվում ենք եւ հորը չենք փնտրում։ Մեր հորը չենք փնտրում։ Նորմալ չի։ Նորմալ չի։ Եվ շատ ուժեղ բան կա, էլի, որ կարիք կա, որ ես հորս հետ ապրեմ։ Եվ ինձ հորը հայտնի անողը ինքը Տեր Հիսուսն է։ Եվ մի բան, որ կարևոր է, ոնց որ սիրում եմ այս պահը սկզբից էլ, որ խոսում ենք, ասացի, որ երբ որ լավ, մի ուրիշ տեղից գամ հետո սրան կանրադառնամ Աբրահամ աղբեր։ Մի բան եղավ անցած շաբաթ
Եվ այսօրվա ոնց որ փափագս է, որ Տերը մեզ երկուսիս ուղարկի, ես գործի մեջ էսր, ոնց որ երկուսիս ուղարկում, ինքը երկու էր ուղարկում եւ իրար հետ գնանք առաջ, որ եւ Տերը այսօր ուզում եմ որ մեզ հայտնի այնպես որ չեն ճանաչում դեռ իրեն այդ տեսանկյունից։ Ամեն։ Եվ մեզ եւ լսողներին եւ հետո լսողներին ովքեր որ կլսեն, ուզում ենք որ Հայր մեզ հայտնի անես քեզ։ Մենք առանց քեզ որբ ենք։ Որ մենք կարիք ունենք ամեն ժամանակ որ դու մեզ հետ լինես եւ մենք քո ապահովության ներքո լինենք, քո մեջ լինենք, չէ՞։ Սա մեր սրտի փափագն է այսօր։ Եվ ուզում եմ որ այսօր առավոտը սրանով սկսենք, որ Հայր ես քո կարիք ունեմ եւ ուզում եմ ամբողջ օրը քեզ հետ լինել, քեզ հետ քայլել։ Եվ Տեր Հիսուս ուզում եմ որ դու հայտնի անես քեզ, հորը Ստե մի փոքր նկատառում, եթե դու տաս, գիտես ես ինչ եմ նկատել իմ հոգևոր փորձառության մեջ, ես անկեղծ այդպիսի աղոթքներ շատ եմ արել, անում եմ, Տեր հայտնի ինքդ քեզ ինձ, եւ մի օր ասես միտք եկավ, Տիրոջից էր այդ միտքը, վստահ եմ, չեմ ասում Տերը խոսած, ես լսեցի, տենց հոգևոր տպավորություն, կրոնական չեմ ուզում թողեմ, բայց միտք եկավ, իմաստություն, եւ սա էր միտքը, իսկ դու վստահ ես, որ ես ինքս ինձ չեմ հայտնում քեզ, դու այդ, որ ասում ես ինքդ քեզ Տեր հայտնիր ինձ, այսինքն ինչ սպասելիք ունես, Գուցե դու բաց ես թողել, ես հայտնվել եմ փոքր բաների մեջ, սա էլ կա, չէ՞, հարցներ կա։ Այցելել եմ քեզ։ Ես քեզ այցելել եմ, բայց դու բաց ես թողել դա։ Դու ինչ էիր ուզում տեսնել, որ ամպերը գորգորան, ինչ որ դղրդոց լինի, շուրջդ տեսնեն, որ ես քեզ, չէ՞, ինչ կասես, չգիտեմ, թեմայի չեղեցի, թե չէ, բայց էսի շատ կարևոր հարց է։ Այսինքն ծաղիկի, տերևի, չգիտեմ, ամեն կերպ փոքր բաների մեջ Աստծո ձեռքի գործը, որ չես կարում տենաս։ Հիսուսն ասաց են գրքերը, որ ուսումնասիրում եք ու կարդում եք, այդ բոլորը իմ մասին է պատմում։ Եթե մենք կարդում ենք, ուսումնասիրում ենք, փնտրում ենք Հիսուսին, ապա մենք կտեսնենք։ Փոքր բաների մեջ չէ Սերգեյ եղբայր։ Անկամ Մարգարեն որ լռության մեջ են խաղաղ դեպյուրի մեջ տեսավ։ Երկրաշարժ բան եղավ, բայց ինքը դրա մեջ փնտրում էր։ Երբ որ փնտրում ես, ապա գտնում ես։ Գտնես անպայման։ Ամեն Աբրահամ ախպեր։ Մի բան տեղի ունեցավ, հետաքրքիր էր։ Երբ որ Տերը մի բառ խոսում է, դու ապրում ես։ Հազարավոր պատմություններ կարող ենք լսել, բայց ապրեցնող չլինի։ Բայց երբ որ Տերն է մի բառ խոսում անգամ, ապրեցնող է, ամբողջական կյանք է եւ հոգի է նրա։ Քո դենկայի մեջ։ Շատ բաներ կա մեր սրտում, որ հիմա քննենք, կտեսնենք խոսքեր կա, որ երկնքից ինձ կենթանի եղել է ու դու դրանով ապրում ես։ Անցած 3 շաբթի օրներ միտեղ խմբակենք խոսքի ժամանակ մի հատ խոսք բացվեց, ես առաջի անգամ ինքս լսեցի, ոնց որ իմ բերան խոսեր Տերը, շատ հատուկ էր եւ դա այն ժամանակահատվածից էր, երբ որ նստած էին երեկոյան ընթրիքին արդեն, Տեր Հիսուսը երբ որ ամեն մեկին իր աշակերտներին վերջին կարծես իր խաչվելուց առաջ պատգամներն էր տալի խոսում էր եւ այդտեղ մի բան խոսեց գործնական ամեն բան չի Հիսուսը որ խոսքերով էր խոսում իր ամբողջ կյանքն է խոսում ամեն եւ մի բան արեց այդտեղ երբ որ վեր կացավ եւ ջուր բերեց եւ սկսեց աշակերտների ոտքերը լվանալ այդտեղը միշտ ինձ համար ուշադրության կենտրոնում է եղել բայց այս տեսանկյունից չէի տեսել Երբ որ 3 շաբթի օրն էր, բացվեց ինձ շատ ապշեցի, ես մի շաբաթա արդեն մոտ այդ կարգավիճակում Այսինքն դոզայի մեջ ես ապրում է Եվ շատ լավ է, իսկական ժամանակ Ինչ էր խոսում այդտեղ, երբ որ ինքը աշակերտների ոտքերը լվանում էր Պետրոսը այնտեղ կարծես հակառակվում է դու իմ ոտքերը չես լվանա հավիտյան Հիսուսն ասում է եթե չլվանամ ինձ հետ մասու բաժին չես ունենա դե ուրեմն այդ դեպքում ձեռներս ու գլուխս էլ լվա մի պահ այդտեղ ինձ եմ հիշում շատ տարիներ առաջ երբ որ ինձ պատիվ արեցին կանչեցին որ իմ ոտքերը լվանային Հովանես եղբայրը պետք է լվանար
այնքան ստիպեցի չէ, որ չէ, ոնց եղբայրնստի ես քո ոտքը պիտի լվանամ։ Բայց չի հասկանում դրա կարևորությունը այդ ժամանակ էլ ոնց է տենց եւ ինչ տեսա այդտեղ տեր ինչ էր խոսում, երբ որ ինքը լվանում էր աշակերտների ոտքերը։ Անկամ Պետրոսը տեղ որ ասեց, դե որ տենց եմ ձեռքերն ու գլուխն էլ լվա, այսինքն ինչ կեղտոտ եմ որ լվա, եթե կեղտոտ եմ, Հիսուսն ասեց, լսի, մաքրվածին ավել բան պետք չի։ Դուք մաքուր եք։ Ոնց որ նկարագրեր դրանից առաջ արդեն որ ես ձեզ իմ խոսքը ձեզ մաքրել է, իմ արյունը որ թափվում է ձեզ համար մաքրել է, այդտեղ մեկ այլ բան կարծես անելուց լիներ։ Եվ հենց այդ խոսալու ժամանակ, այդ խմբակի ժամանակ մի բան տեսա, որ Հիսուսը ոտքերը լվանալով ասում էր. ես ձեզ իմ տան մեջ ընդունեցի։ Ոնց էլի, ոնց ընդունեցի, բացատրությունն էլ կար էլի, որովհետև երբ որ եկավ Սիմոն Պետրոսի տուն, Սիմոնի տուն, Սիմոնի տուն ասեց, Սիմոն, ես եկա քո տուն, դու ջուր չբերեցիր իմ ոտքերը։ Այսինքն չեն թունեց, մի ձևով ֆիզիկապես ներդեր, այսինքն մի հատ խորհուրդ է, երբ որ տանտերը ջուր է բերում, ընդունելությունն է։ Բայց Աբրահամի տուն որ եկան այլ երկրից օտարները ինքը գնաց արագ ջուր բերեց, ասաց ձեր ոտքերը լվացեք։ Այսինքն դա հրեական արարողությունն է, որ ընդունելության ձևը, ընդունելության դու ընդունված ես, ցանկալի ես, ես քեզ իմ տուն եմ ընդունում։ Ես քեզ իմ տուն եմ ընդունում։ Երբ որ ջուր ես բերում, որ քո տան հյուրը, մենք հյուր ենք ստեղ, եւ Հիսուսն էլ հանդիսանալով այս ամեն բանի տեր ու տիրակալը ինքը ջուր բերեց աշակերտներին իր տուն ընդունելու։ Ոտքերը լվանալով ասում էր լսեք դուք Պետրոսին ասում է ես քեզ հիմա մի բան եմ անում դու չես հասկանում բայց հետո կհասկանաս Հիմա չես հասկանում թույլ տուր ուղղակի լվանամ այսինքն ես քեզ ընդունում եմ իմ տան անդամ երկնքի թագավորության անդամ ես քեզ ընդունված եմ համարում դու իմ տան անդամն ես ասում եմ իմ այդ մասը բաժին չես ունենա որ քեզ քո ոտքերը չլվանամ բայց հիշենք որ ոչ թե Հիսուս ասաց ինչ որ ես արեցի դուք էլ պետք է այսինքն դուք մյուսներին ընդունեք ձեր տան անդամ ընդունված եղբայր Ես քեզ որ ուղարկում եմ հիմա գնաս, նույն բան անես, այսինքն գնա իրեն ընդունի քո տան անդամ, դու իմ տան անդամն ես, չէ՞։ Ես քեզ իմ փոխարեն կարգում եմ դեսպան երկրի վրա, ես գնում եմ հորս մոտ։ Ուրեմն նույն բանը դու կանես, երբ որ կլվանաք մեկի ոտքերը, ընդունում եք ձեր տան անդամ, այսինքն դուք երկնքի թագավորության բնակիչները լինելով այդ գործողությունը անելով ընդունում ես քո տան անդամ։ Իսկ երբ որ սա սրտով հասկանում ես, Տեր դու ինձ քո թագավորության մեջ ընդունել ես ու քո տան անդամ այս տեսանկյունից էլի ոչ թե դեմ չեմ մաքրությանը որովհետև օրվա եւ ճանապարհից փոշին է հավաքվում որ մենք կարիք ունենք ժամանակ առ ժամանակ գնալ տիրոջ մոտ որ մեր նորից մաքրի համաձայն եմ նաեւ այս դիրքից բայց այսի մի հատ ոնց որ մեկ այլ տեսանկյունից եմ տեսնում որ Տեր Հիսուսը սրանով ասում է դու իմ տան անդամն ես ես քեզ իմ տան մեջ ընդունեցի դու իմ կտորն ես իմ հետ մասը բաժին ունես իմ արդեն որովհետև դու են մեկն ես որին ես ընդունում եմ ոնց որ կաս որտեղ Հիսուսն արդեն մաքրել էր Հիսուսն էլ ասաց այն պատվիրանի մեջ սիրեք այնպես ոնց որ ես ձեզ սիրեցի իրար սիրեք այնպես ոնց որ ես ձեզ սիրեցի բայց այդ կողմ չեմ ուզում գնալ էլի այսինքն ավելի որ Հիսուսը ինձ ու քեզ ընդունել է իր տան անդամ մեր ոտքերը լվանալով ինքը ասում է դու իմ տան անդամն ես ընդունված ես իմ թագավորությանս մեջ դու մի կտորն ես մի մասնիկն ես հիմա ինչպես որ իմ հայրը ինձ ուղարկեց ես եկա քեզ ընդունեցի հիմա ես եմ ձեզ ուղարկում հիմա այսինքն ստեղից ուզում եմ մի բան նայենք որ թե համոզված եմ Տիրոջ տան անդամն եմ, կտորն եմ, մասնիկն եմ, ինչպես որ Տեր Հիսուսը երկրի վրա 100% քայլում էր երկնքի արքայության Տեր ու տիրակալ, բնակիչ, հոր տան բնակիչ, այնպես մեզ տվեց այդ նույն պաշտոնը։ Եվ ոնց որ ինքն էր վստահ որ հայրն է իրեն տանում, հայրն է իրեն առաջնորդում, հայրն է ինչ որ բան անում ու ինքը անում, նույն բանը մեզ է փոխանցում, որ նույն կերպ ապրեք երկրի վրա, ես ձեզ ընդունել եմ իմ տան անդամ։ Այդ տանում բարի վրա մի խոսք էլ հիշեցի, որ շատ էլի այս շաբաթվա մեջ տենց ոնց որ այս երկուսի հիմքում ուզում եմ գնանք առաջ։ Երբ որ
Դավիթը 23 սաղմոսում ասում է դու ինձ հանդարտ ջրերի մոտ ես տանում այդտեղից դաժե մենակ այդ երկու խոսքը որ կապ չունի ուր ես տանում դու ես տանում եթե ես համոզմունքը ունեմ որ Տեր դու ես ինձ տանում ապա ուր էլ որ տանում ես ուրեմն ամենալավ տեղն ամեն շատ հետաքրքիր բան ես ասում դու ինձ տանում ես սա հավասար է կամ կարող է նույնականացնել Քրիստոսի հայտնության հետ այսինքն երբ որ դու վստահ ես որ քո կյանքում ոչինչ պատահական չի այո եւ պատահականության արդյունք չի այլ գծագրված է քո կյանքը որովհետեւ դու պատկանում ես նրան նրա մասնիկն ես նշանակում է նա ամեն բան գիտի եւ նա թույլ է տալիս եւ նա տանում է սա նույնն է ինչ որ ասում ենք ես ունեմ Քրիստոսի հայտնությունը կամ Հիսուս ուզեց որ ինքն իրեն հայտնի մեզ այդ նույն գաղափարն է չէ հենց այդ հիմքում որ ես այս վստահությունն եմ այսօր ուզում ոնց որ ավելի վերապրենք որովհետև լինում է ժամանակի ընթացքում կարծես խամրում է այս վստահություն աշխարհը գալիս ուզում է սա խլել բայց այս վստահությունը Աստված ամեն օր ուզում է սա մեր մեջ պահել եւ սա իր հետ հարաբերությունից է մեր մոտ լինում հետաքրքիր է որ կներես հաստատեցի հետաքրքիր է որ ասում դու հանդարտ ջրերի մոտ ես առաջնորդում ինձ մենք պատկերացում ես չեմ սիրում պատկերացումներով կարդալ Աստծո որտեղ ինքը սահմանափակում է շատ մեր պատկերացումները այսինքն եթե անգամ փոթորիկների մեջ եթե անգամ տառապանքի մեջ ընդհուպ միևնույն այնտեղ էլ է հանդարտ ջրեր որովհետև ներսը դա կառուցված է հանդարտություն դա է Քրիստոսի հայտնությունը շատ հետաքրքիր է դու տարար դեպի հոբը դժվարությունների մեջ ասես նա է ինձ տանում տոնց է դուրս գալի իր ասածը այդ իր դժվարությունը ասում է ես գիտեմ իր ձեռքից նա է ինձ տանում Սուս օրինակ իմ կյանքում եղել ասած դեպք ես էլի բազմիցս անգամ հիշել եմ եթերով երբ որ խորը տառապանքի մեջ էի շատ խորը վերջը բայց մի հատ աղոտ ծնվեց իմ մեջ հետաքրքիր աղոտ կասի Տեր չխնդրեցի որ Տեր ինձ ազատի Տեր ուշ տա ես հաղթահարեմ ես մի բան խնդրի մենակ իմանամ որ դու գիտես դա ինձ բավարար է Շատ ես գիտեի որ ինքը գիտի, բայց ուզում էի ինչ որ մի հատ հաստատում, ինչ որ մի հատ նշան, էլի, չգիտեմ, կարող չեմ կորչի, եթե դու գիտես։ Միայն իմանամ որ դու գիտես, դա ինձ բավարար է, դա ինձ ուժ կտա։ Շատ հետաքրքիր է սա։ Եվ այդ հաստատությունը ուզում եմ մեր ներսում ամրանը, որ Տերը ինքն իրեն հայտնելով մեզ, որ ինքը մեզ հետ է, դու տանում ես մեզ, դու տանում ես ինձ Տեր։ Ոյսի ներսը մի հատ ամրություն է բերում եւ ոտքի է կանգնեցնում եւ առաջ է տանում որովհետեւ երբ որ սա թալանվում է մարդուց մարդը արդեն անտերի պես ոնց որ լինի անտեր իսկական չգիտեմ ինչ եմ անում այսինքն ես գիտեմ որ sense պիտի անեմ գնում անում եմ բայց երբ որ Տիրոջ հետ ես գնում երբ որ Տերն է ուղղորդում, երբ որ նայում եմ Տերն անում, ես եմ անում, ինչ որ ինքն է անում, ինչպես որ Հիսուսն ասում է նայում եմ Հայրը, ինչ որ անում է, այն եմ անում։ Այսինքն այս կապը միշտ լինի։ Եվ այդ ճանապարհից շեղվելու մի երկու բան կար ոնց էր աչքիս, ոնց որ դեպի այդ կողմ եմ ուզում գնանք, որ ճանաչենք նաև Տիրոջը ճանաչենք, որ Տերը իրեն իր խոսքի մեջ հայտնի անում։ Եվ ինչպես ճանաչենք իրեն, որ ինքը ինչպես հայտնվի մեր կյանքում, ինչպես գնանք իր հետ, ինչպես գնանք իր հետ եւ վստահ լինենք։ Եվ երբ որ նայում էի մի քանի պատմությունների Տեր Հիսուսը որ պատմում է, սովորեցնում է, անգամ պատմությունների հերթականությունը այնքան սիրուն էր նկարագրում, Ղուկասի 10-րդ գլխից նայում էի, սկզբից առաջի խոսքում շատ չեմ կարդա, Ավրամ եղբայր, նա այդ որ սկզբից 2 էր ուղարկում, ուզում եմ ոնց որ ավելի ճանաչենք իրեն եւ ինքը հայտնի լինի մեզ, Աստված մեզ հայտնի լինի, որ երբ որ ինքն իրեն հայտնում է, դու գիտես ում հետ ես գնում, բայց երբ որ ես գիտեմ ով եմ գնում,
մոլորվելը շատ հեշտ է, բայց երբ որ ինքն է գնում իմ առջևից, ինքն է ինձ հայտնում, եւ իր ճանապարհին եմ նայում, ինչպիսին է ինքը, իր էությունը ինչպիսին է, որ ես զուգահեռ նայեմ, ես իր հետ եմ գնում, թե իր հետ չեմ գնում։ Շեղվել եմ, թե չեմ շեղվել, ոնց որ մի հատ թեստ լինի, ոնց որ մի հատ ինդիկատոր լինի սա, էլ ես ճանապարհը, երբ որ իրեն ճանաչում ես եւ ամեն օր ուզում ես էլ ավելի ճանաչել։ 10-րդ գլխից երբ որ նայում եի, կարդում եմ այդ սկզբից նկարագրում է, որ զույգ 2 ուղարկեց։ Դրանից հետո մի բան է ասում, եթե դու արդեն իմ տանս մեջ ես, այստեղ ոնց որ սկսվի այնտեղից, որ արդեն իմ տան անդամներն եք, հիմա ինչպես որ իմ հայրը ուղարկեց, ես ձեզ եմ ուղարկում։ Հետո նկարագրում է իր սրտի փափագը։ Սա մեզ տալիս է ճանաչողություն, ով է Աստված, ով է Տեր Հիսուսը։ Ասում է, հունձքը շատ է։ Այսինքն մի հատ գիծ կա, որի շուրջ եմ ուզում գնանք, Աբրահամ աղբեր, որտեղ տեսնում ենք Աստծո սիրտը, Աստծո էությունը, ինչպիսին է ինքը, եւ դա մեր ուղեցույցը կլինի մեր ճանապարհին։ Եթե իր այդ սրտի ճանաչողությունը չունենանք, կշեղվենք։ Եվ ամբողջ գլխում մի քանի կետերից հեսա կնայենք միասին, ասում է հունձքը շատ է, այսինքն հոգ է տանում մարդկանց մասին, այդ հոգատարությունն է ցույց տալի։ Դեպի դուրս, միշտ մեզ ինչքան Եսա կենտրոն կյանքից դուրս, այո, երբ որ դու քո կյանքով չես ապրում այլևս։ Սա այն ինդիկատորն է, որ մեզ հասկանում ենք, սա ես գնում եմ ինչի շեղվել եմ, թե իր հետ եմ գնում, այսինքն ստեղ ցույց է տալի հունձքը շատ է, ինչ պիտի անենք, ասում աղաչեք հունձքի տիրոջը, այսինքն հենց որ իմ սիրտը շեղվել է էլի դեպի իմ կողմ, հունձքը մոռացել եմ, այսինքն նկարագրում է ոնց որ Աստծո ճանապարհը շեղել ես, Աստծո սրտից մի քիչ գնացել եմ արդեն դեպի եսակենտրոն սիրտը, այսինքն շատ սիրուն է հնչում, չէ, Տերը ինձ կանչել է, Տերը ինձ տանում է, Տերը ինձ իր տան անդամ արել, էսի շատ լավ, այս իմ եսին է կերակրում, բայց ինչի համար։ Հիսուսը հոր տան մեջ էր, ինչի համար եկավ երկիր։ Այսինքն որտեղ դա սիրտն է Աստծո։ Հիմա մեզ էլ կանչել է, դարձրել է իր տան անդամ, իր որդին, որդեգրել է, ինչի համար։ Ուղղակի Հիսուսը հոր հետ երկնքում կապրեր։ Մի բան կա անելու։ Հունձք կա։ Շատ ճիշտ ես ասում, եւ դրա նաեւ բանաձև կարող ենք ասել ցուցիչ, ինչպես ասած, ինդիկատորը սա է։ Եթե մեկ ուզում են յետևից գալ, այո, յետևից գնալ Հիսուսի, դա գիտես ուրա տանում միջև, տանում է խաչը, այո, տանում է մահվան եւ տանում է հարության, ամեն օր։ Եթե չկա, այո, եթե չկա, խաչը վերցրու անձը ուրացի, որ ասում ես եսա կենտրոն կյանքից շեղվել, հենց դա է, խաչը վերցրու եւ արի իմ հետևից։ Մեկ այդ անձը ուրացիր, մեկ էլ խաչվիրը ուժեղ հենց հնչում է, շատ մեզ հասկանում ենք ինչ պիտի անենք, բայց դժվար է, երբ որ մենակ գիտես պիտի խաչվես, բայց հեշտ է, երբ որ անում ես մի բան, որի մեջ էլ չես անում եսինը, այսինքն խաչում ես քեզ, որովհետև երբ որ մենակ չանելու վրա ես կենտրոնանում, ինչ չանեմ, դա էլի քո եսն է սանում, այսի դժվար է, ու չի լինում չանել, բայց երբ որ գիտես ինչ անես, արդեն անելուց անելիքը գիտես, որտեվ ասում հոգով վարվեք, հոգով գնացեք եւ մարմնի գործերը չեք անի։ Իսկ մենք ուզում ենք մարմնի գործերը չանելով հոգով կայլենք, չի լինի։ Ասում արեք հոգու գործերը, երբ որ անեք ինքնաբերաբար, նա չեք անի, սա ինքնաբերաբար արդեն, որտեղ նրանով որ դու ընկնում ես, որովհետև Տեր Հիսուսն ասում է, մի աղբյուրից երկու տեսակի ջուր չի հոսում, կամ նա։ Հիմա երբ որ մենք ընտրում ենք հոգու գործերը անել, ինքնաբերաբար այն աղբյուրը փակվում է։ Բայց եթե ուզում ենք նա փագենք, նա էլ չհոսի, չի լինի։ Այսինքն դրա համար Տերը սովորեցնում է նա արա, նա չես անի։ Հոգևոր մարդը նա չի, որ ինքն իրեն տանջելով մեղք չի գործում։
Տերը չասեց ծանրային լուծե։ Ասաց թեթևը ու քաղցրը։ Այսինքն, երբ որ նա անես, համ քաղցր կլինի քո կյանք, համ թեթև կլինի քո ապրում, ծանրություն չես կրի։ Բայց այդ կողմ չեմ ուզում գնամ, ավելի այդ ընթացքի մեջ որտեղ որ Տերը ինքը գնում է մեզ էլ ուղղորդում է, որտեղ ինքը եկավ, նույն բան արեց եւ իր էությունը ցույց տալով մեզ ուղղորդում է, իր աշակերտներին ուղղորդում է։ Դրանից հետո որ ասեց ոնց շատ է լուծումը տվեց, ոնց կիտիրաջ հաղոթեք, մշակներ կհանի եւ այլն։ Եվ դրանից հետո հետաքրքիր է միտեղ է տանում երբ որ նայում ես հերթականությունը 10-րդ գլխում ինձ շատ կենտրոնացած է կատարվածների հերթականության վրա։ Դրանից հետո գալիս են հարցնում են ինչ անենք, ոնց փրկվենք, ասում են պատվիրանները, գիտես, ասում առաջի, հա, գիտեմ, ասում են, ամբողջ սրտով սիրիր քո Տեր Աստծուն, ուժով, զորությունով, կարողությունով, մտքով, եւ ասում են սիրիր ընկերոջը, չեմ դեղել մեկը բանը օրինականը ասում են ուզում իրան արդարացնի, տենց է նկարագրում, բա որն է, ով է իմ ընկերը, չէ, ու ընկերոջ համար մի հատ սիրուն բան է պատմում, Սամարացի օրինակը, եւ ստեղ մի հատ սիրուն տեղ էլի սրտիս կպավ, որ նայեցի, այն երկուսի վրա չկենտրոնացավ, որ անցան գնացին, երրորդի վրա շատ կենտրոնացավ, այդ կենտրոնացումն է, ինչ չարես, դրանց չէ, ուղղակի ասում անցան գնացին, չէ, բայց ասում են Ղևտացին ու Փարիսեցին, բայց ասում են մեկը, որ Սամարացի էր, ինչեր արեց, շատ ժամանակ հենց այս խոսքով սիրուն նկարագրում է, ձեռքին բան կար, չէ, հնարավորություն կար, Սամարացու ձեռքին հնարավորություն կար, բայց նրա միտքն էր եսակենտրոն չօգտագործելը, սա այդ կարմիր գիծն է, որի շուրջ գնում ենք հիմա իրար այդ Հաբրամը։ Եվ իդեպ ասեմ Սամարացիներին չէին սիրում, հա։ Եվ դրան սիրուն ցույց է տալի, ասում են, ինձ այս սիրտն, ոնց որ ամեն մարդ իրանից է պատմում, ասում է։ Եվ Տեր Հիսուսն իրանից է պատմում, իր հորից է պատմում, իր հոր մասին, իր հորեությունը, որ տեսավ մեկին ընկած է եւ ձեռքին հնարավորություն կա, հայսի ափսոսը։ Չէ, սա ափսոս չի, սա ինձ տրված է, սրա համար հենց տարա վերցրեց, յուղ դրեց, գինի դրեց, վերքերը կապեց, չէ, այդ ընկածին։ Սա նկարագրում է հենց իր էությունը, որ մեր էությունն էլ այդպեսին լինի։ Մենք նայելով այս ամենին ճանաչում ենք մեր Տիրոջը, մեզ կանչողին, մեզ իր տան մեջ ունեցողին, ամեն Աբրահամ։ Այսինքն, երբ որ եկել եմ, կտորն եմ դարձել, ասում եմ, էսի իմ մասին եմ պատմում։ Էսի իմ ուզածն է ոնց որ, չէ, որ ասում եմ սիրին կերոջը, իմ ուզածը սա է։ Եվ հələ հերիք չերքանը տարավ պանդոկում, տեղավորեց, իր գրպանից գումար տվեց, ասաց ծախսի որքան պետք է, վերադառնալուց է, շատ խորհուրդներ ունի, բայց խորհուրդների մեջ շատ չեմ գնում, այլ այդ գծին եմ ուզում նայենք, որ ուր է ուղղորդում Տերը իր տան մեջ լինողին, ինչպես ապրել, փնտրի ինձ եւ այս էությունը քո մեջ կլինի, էսի ոնց է ցուցիչն է, որ ես ինչպես եմ վարվում իմ ձեռքի ունեցածով։ Այսինքն դու ուզում ես ասես, որ մեր ապրած կյանքը մեզ համար ցուցիչ է, թե որքանով ունենք Քրիստոսի հայտնությունը կամ նույն իմաստ ունի, որքանով ենք նմանվում Քրիստոսին։ Նույն իմաստ ունի։ Քրիստոս մեզ հայտնվեց կամ մենք նմանվում ենք Քրիստոսին։ Այո, ես առավոտը վեր եմ կացել, ես ում եմ փնտրում։ Էլ իմ եսին եմ կերակրում, թե Տեր ինչ պիտի անեմ այսօր։ Երբ որ ես հարցով եմ արթնացել, ապա ինքնից հետ գնում ենք առաջ, եւ ես այդ ընկածին կտեսնեմ։ Այդ ընկածին կտեսնեմ, բայց եթե չեմ տեսնի, եթե ես ակենտրոն եմ, ընկածին կտեսնեմ մի հատ մի ձևով հոգևոր կուրություն է Տեր անում մարդու կյանքում, չի կարող, իրենից ուրիշ բան չի կարող տեսնել։ Ոնց որ հենց այդ թշնամությունն է։ Փաստորեն մենք երկու ճանապարհային քարտեզ կարող ենք ունենալ տարբեր։ Առավոտից սկսած։ Բարձ, այսօրվա ճանապարհային մեր քարտեզը կամ մենք ենք գծում մեր եսի շուրջը պատկվելով, կամ մենք հանձնվում ենք Աստծո խոսքին, որը մեզ ուղղորդում է, ինչպես դու ասացիր, այսինքն խոսքի ճանապարհային քարտեզով ենք քայլում, քո խոսքը լինի ճրագին, որը մեզ զրկում է մեր եսից, եսակենտրոն կյանքից, որը շատ լավ է եւ իր նման է դարձնում։ Այո։ Մեր աչքերը բացվում է մեր հոգում, մենք հասկանում ենք որն է ճիշտ եւ որն է սխալ, խավարը լույսից, հա, բարին չարուց,
շատ հստակ հասկանալի է դառնում։ Ամեն, Բարոյ որ վեր կացա, այս հարցը եթե տալիս եմ, ես որտեղ եմ ապրում։ Որտեղի բնակիչ եմ։ Ով եմ ես։ Հա։ Որտեղ եմ։ Որտեղ եմ։ Որ ինչ քաղաքացի, որ թագավորություն։ Երբ որ այս հարցը առաջանում է առավոտյան, կարելի է դաժե sense անգամ նանջարանի դրան վրա կպցնել դուրս գալուց առաջ այս հարցը։ Ես որ թագավորությունից եմ։ Ես ում տղեն եմ։ Ես ում դուստերն եմ։ Այս հարցը Հիսուսը միշտ հարցով էր պատասխանում, եւ սա մարդու միտքը աշխատացնում է, մարդուն արտնասնում է հարցը։ Մեկ ուղիղ այսպես խոսում ես մի բան, այդքան չի բան, բայց երբ որ հարց ես տալի դիմացին սկսում մտածել։ Երբ որ մտածում եմ գտնում եմ լուծումը։ Շատ սիրուն է։ Եվ երբ որ նայում եմ ես ով եմ, այս ով եմ հարցին պատասխանում եմ, իմ օրվա ընթացքը փոխվում է, քարտեզը ճիշտ է գծվում։ Քարտեզը ճիշտ է գծվում։ Ով եմ համաձայն։ Ասա ով ես դու, ասեմ ով ես դու։ Ում ես նայում, ասա ում ես նայում, ասեմ ով կլինես դու։ Այս ով եմ եսի մասին կարանք մի քիչ ավելի բացենք, որովհետև սա շատ գիտես հոգևոր կյանքը մարդու մեջ կերտում է ով է ինքը գիտակցությունը հստակ նա վերադարձնում է քո ինքնությունը աշխարհը խլում է մարդուն ինքնությունը աշխարհը փորձում է մարդուն ղեկավարի մարդուն այսպես կարծես մեսիջ է տալիս ասում է դու մի հոգնի շատ մի մտածի մենք քո մասին կմտածենք այսպես հիմա ավելի շատ է դա ցայտուն ձևով երևում բայց հոգևոր կյանքը Աստծո խոսքը մեր մեջ կերտում է մեր մեջ ինքնություն հստակ գիտակցություն թե ով ես դու Հիշում ես Սկյուռայի որդիները, որ դիվահարի վրա հրաման տվին այն Հիսուսի անունով, որ Պողոսն է քարոզում։ Պողոսին գիտեն, Հիսուսին է գիտեն, դու ով ես, այսա, պատասխան չունեին։ Մեր կյանքում մեր ամեն օրը, առավոտ երբ որ արթնանում ենք, առավոտը հարցնում է մեզ, ով ես դու։ Դրանց կորը կընթանա միանշան է եւ հարցեր են բար անկախատեսելի երևույթներ են լինում եւ նրանք միշտ հարցնում են ով ես դու սա շատ կարեւոր է կներես բայց քանի որ ասացի իրար հետ ավարկես սրտերը Աբրահամ ախպեր այսինքն ուղարկում է Տերը ծառայության հասկացնելով թե ով ես դու եթե հիշում ես քո սիրտը ուրախացրեց որ ես Պետրոս քո ոտքերը լվացել եմ Պետրոսի տեղ ամենքս կարող ենք մեր անունը դնել ու դու իմ տան անդամն ես ու մի կտորն ես ինձ պիտի նայես ուրեմն ոնց որ Հիսուսն ասաց ամեն ժամանակ ես իմ հորն եմ նայում եւ ինչ որ նա անում է այդ եմ անում եւ եթե մենք էլ հենց այդ հայր Աստծո որդիներն ենք որդեգրված եւ իր տան բնակիչները երկնքի արքայության ապա ուրեմն մեր ամեն առավոտը սկսվում է իրենով նայում եմ իրեն այսօր ինչ պիտի անենք պապ ինչ ես անում գնամ անեմ ինչ ես անում գնամ անեմ իսկ երբ որ կարդում եմ անգամ խոսքը նայում եմ ինչ էր անում Հիսուսը ինչ էր անում հորը ցույց տալով հաջորդում երբ որ այդ հոգատարությունից հետո ցույց է տալիս ընկածի մասին հաջորդ պատմության մեջ տեսնում եմ մեկ այլ բան եւ ասում եմ գնացին մի տուն որտեղ Մայրամն ու Մարթան էին Կարճ եմ ամենքից ակնարկում, ոնց հերթականությունն է սիրուն այդ գիծն է աչքից բացվել։ Այստեղ Տերը մի սիրուն բան է ասում, որտեղ երբ որ գնում ենք ծառայության մեջ, լինում է պա որ կտրվում ենք Աստծուց ու կպնում ենք ծառայությանը, ասենց ասեմ։ Մնում ենք, արդեն մոռանում ենք, որ մենք կապը իր հետ պիտի պահենք, արդեն այստեղ գալիս է ես գիտեմ, վազում եմ, անում եմ Մարթան վազում էր, անում էր Մարթայական Եվ ստեղ սիրուն բան է ասում Տերը, ոնց որ ստեղ մի հատ բալանսի է բերում նորից բալանսի է բերում եւ ծառայությունը եւ իմ ոտերի մոտ նստելը Այսինքն ասում Մայրամը լավ բաժին ընտրեց
Եվ դա իրենից ոչ մեկ չի առնի, այսինքն ինչքան էլ վազես ծառայության մեջ իմ հետ քո կապը մի կտրի, սա է լավ բաժինը, առաջի լավ բաժինը սա է, ես քեզ չեմ ոնց որ գնահատականի համար մի վազի ծառայության մեջ, այլ սրտացավությունից պիտի վազես, շատ ժամանակ երբ որ արդեն հասկանում ենք, որ պիտի ծառայենք, մեկ էլ կտրվում ենք Աստծուց ու մենակ ծառայում ենք, իսկ գիտեմ ինչ պիտի անեմ, բալես ասում եմ, լավ բաժինը կա, իմ հետ։ Այսինքն ծառայությունը պետք է նպատակ չլինի, պետք է արդյունքը լինի նպատակի, նպատակը Քրիստոսի ոտքերի մոտնն է, ծառայությունը հետևանքը։ Հետևանքը, այո, իմ հետ լինելով, Հիսուսը նայում եմ, պապան ինչ անում է, այդ էլ անում եմ, այսինքն միշտ եմ պապայի հետ։ Միշտ եմ հորս հետ, իմ ոտքերի մոտ ասում, այսի լավ բաժին ընտրեցես, իրենց ոչ մեկ չի կարող առնի։ Այսինքն այս բաժինը ամուր պահենք մեր հոր ոտքերի մոտ, մեր հոր գրկում, մեր հոր ծոցի մեջ, այն դուռը, որ Հիսուսը բացեց, մեզ համար հենց ինքը որ դուռն է, այդ դռնից միշտ մտած մնանք։ Պետք չի դուրս գնալ ծառայել։ Դες կարող ենք ասել, որ երբ որ մենք ասում ենք հոր գրկում, հոր մեջ հոր հետ նույն իմաստին ինչ որ ասում ենք գիշեր եւ ցերեկ նրա օրենքի վրա է մտածում եւ նրա հաճույքի իր օրենքի մեջ կարող է նույն բանն է չէ տարբերություն չկա որովհետեւ ուրիշ տարբերակ կա հոր հետ լինելու ինչ որ զգացողություն կամ գիտակցություն եթե ոչ սա հեսա վերջի կետում նոր եկավ մտքես որ դայել եմ վերջի կետում դրա մասին էլ կասեմ Աբրահամ ախպեր հենց այդ նույն հերթականության մեջ է ցույց տալի 11-րդ գլխում դեմից սիրուն ակնարկ անում այնքան ուժեղ է որ sense այդ գիծն է որ տանում է ճանապարհն է որով որ մենք գնում ենք մեր հոր հետևից մեր հոր մեջ մեր հոր հետ չենք կարող ասենք հոր հետևից որտեղ մեր հայրը միտեղ չի մենք միտեղ ինքը ամենուր է մենք իրա մեջ նույնականացած ենք մենք իրա մեջ բայց խենք ասում հետևից գնալ այսինքն նայում ենք ինչ անում նույնը մենք ենք անում սա հետևելն է բայց մենք չենք կարող ասել հայրը հերվում է մենք ստեղից բայց ցավոք սրտի այդպես է մեր աղոթներն են այդպես հերումերում նա մենք էլ ունես պետք է աղոթենք իրա մեջ ենք Տեր Հիսուսը դա մենք լինելով հենց Տեր Հիսուս Քրիստոսի մեջ ինչպես որ Հիսուսն ասաց հայր ես ուզում եմ մի բան եմ ուզում ասես պապ ոնց որ դու ես իմ մեջ ես քո մեջ իրենք էլ իմ մեջ լինեն այստեղ նորից ուզում եմ կներես բայց պնդեմ նայ Հիսուսը ինչ ասում նույն թեման է ասում է նա է ինձ սիրողը որ իմ խոսքը ունի եւ պահում է եւ հայրս նրան կսիրի ամեն եւ ես կհայտնեմ ինքս ինձ իրեն այսինքն նորից նույն տեղն են գալիս ունես թե չունես եթե խոսքը չունես դու չունես Հիսուսին մի սարքի իրան այո մի սարքի սիրունա դու սարքում ես դու ես ստեղծում դա կուրք է դա կռապաշտություն է դա տխրեցնում է Տիրոջը խոսքը ունես ուրեմն նրան ունես ես կենթանի եմ բա ոնց ես կենթանի եմ ուզում քո հետ խոսեմ ես կենթանի եմ այսօր ծրագիր ունեմ քեզ հետ անելու երկրի վրա որ դու էդի չգիտես ասում նայում եմ հորը ինչ տիանենք պապ այսօր էթում ենք Սամարիա այսօր էթում ենք չգիտեմ Բանգլադեշ այսօր էթում ենք չգիտեմ հոկտեմբերյան այսինքն մի բան որ այսօր իրար հետ պիտի անենք այն որ մենք ենք կարծում ենք ասած սարքելը էսի ես գիտեմ նա բայց երբ որ ամեն օր նայում եմ փնտրում եմ իրան իրա հետ դեր բայց որտեղ ես փնտրում առավոտ կամ խոսքի մեջ ամեն այո իր հետ աղոթքի մեջ խոսքի մեջ հա դու խոսքին ես տանում միանշանակ տարբերակ խոսքի մեջ ա որ երբ որ խոսքի մեջ որտեղ 2-3-ը իմ անունով հավաքված են ես այնտեղ հիմա իր անունով ենք այստեղ հավաքված եւ հենց մեր հոր մասին ենք այստեղ իր խոսքն այո մեր մեջ ապրում խորհում ենք այո դրա շուրջ որտեղ ասում առավոտից գիշեր թե ցերեկ ոնց որ ասա ճակատանոցի պես դիր աշկիտ առաջին մի հեռացրու իմ խոսքը թող միշտ քո աշկերի առաջին լինի եւ ամբողջ մտքով ամբողջ սրտով ամբողջ հոգով վերջի հենց առաջինը դրանից սկսեց ասեց Սարա միանշանակ Սարա եւ ուզում եմ մի քիչ առաջ գնանք Աբրահամ եղբայրը չէ ժամանակը կվերջանա հետ 15 րոպե մենք հա ուրեմն փոքր արագ աստա երկու կետ ունեմ դեռ սիրուն հարադառնալու մյուս կետում երբ որ
Երբ որ այստեղ Տերը ցույց է տալիս, որ մի գնա մենակ մնա գործերի մեջ, որովհետև այդ գործերն էլ քեզ կտանեն միտեղ, որովհետև դու գործունյա մարդ ես, գործը քեզ կտանի, գործերի հաջողությունը երբեմն մեզ արբեցնում է։ հա, այդ կտանի քեզ, ասում եմ, ոտքերից տակի բաժինը, իմ հետ լինելու բաժինը քեզնից ոչ մեկ չի առնի, քեզնից ոչ ոք չի առնի։ Հաջորդը, երբ որ դրանից հետո գալիս է պատմությունները 11-րդ գլխում նկարագրում է միտեղ այնտեղ սկզբից աղոթել է սովորեցնում եւ 5-րդ խոսքից մի պատմություն է պատմում, որ ասում է, որ քո տունը հյուր էր եկել, մեր խոսքերով հենց մի անգամից, որ տունը հյուր էր եկել եւ ինքը գնաց հարևանին ու ժամին էլ որ գնաց, ասում է, նրանից ասես թե տունս հյուր է եկել, բարեկամս է եկել, ուտելու բան չունեմ իր առաջ դնելու եւ նրանից ուզես ինքը թեև քո համար բարեկամ լինելու համար կասել, որ քնել եմ արդեն, պարկել եմ, երեխեքս էլ ծոցեն, չեմ կարող վեր կենալ տամ, բայց ասում է թախանձանքի պատճառով քո այդ համառության, քո այդ թե ում համար ես ուզում նաև, ես այս գիծն եմ տեսնում այստեղ, թե դու քո համար չես գնացել ուզում բարեկամիդ։ Հա, շատ ուժեղ բան կա այստեղ, սա սրտի դիրքը, սա երկնային ու երկրայինի տարբերությունն է, սա այն ցուցիչն է, որը ասում եք Աբրահամ եղբայր, ում համար եմ ուզում։ Լուրջ հարց կա այստեղ։ Ստեղից որոշվում է իմ դիրքորոշումը, ես ում հետ եմ։ Իրականում լուրջ շատ կարևոր հոգատարությունը, այսինքն իմ սիրտը գիշերվա կեսին գնացել եմ իմ տունը հյուր եկել, բան չունեմ, բայց ես իմ սիրտը ցավում է, ինքը սոված է, հարևանի դուռը ծեծում եմ, բարեկամի դուռը ծեծում եմ, եւ մի քիչ այն կողմ ներքև ասում է, «Խի ասա պատմում Տեր Հիսուսը», ասում նա կվեր կենա ու կտա, ումից է պատմում։ Ինքն իրենից է պատմում Հիսուսը, իր բնավորությունն է պատմում, իր էությունն է պատմում, իրեն ճանաչել է տալիս մեզ իր խոսքի միջոցով։ Հենց որ դու ուղղորդում ես հենց Աբրահամ եղբայրը դեպի խոսքը, հենց իր խոսքի միջոցով Տերը մեզ իրեն է ճանաչել տալիս։ Իր էությունը ով է ինքը։ Եվ ինքը իր խոսքի միջոցով մեզ հայտնի է։ Եվ ասա վերջացրու միտքը։ Ասում է կգնա կուզի եւ նա կվեր կենա եւ կտա։ Սա ինքն իրեն է ցույց տալիս։ Եվ մի փոքր ներքև ասում է, ձեզ ասում եմ, որ եթե խնդրեք կտրվի, եթե թակեք կբացվի, եթե փնտրեք կգտնեք։ Ուզում եմ պատմությունների հերթականություն ունենք, որտեղ է այս խոսքը ասում Հիսուսը։ Ում համար խնդրեք, ում համար թակեք։ Սա այս ում համարը շատ կարևոր բան է ասում։ Այս ում համարը ցուցադրում է մեր ներսը։ Այսին ցուցիչն է, ես ում համար եմ առողջից իրգուն երկինքը պատրում, աղոթում։ Տեր, մի բան արա աղբորս համար, մի բան արա։ Մի բան արա, Տեր, ինքը չգիտեմ, օրհնության կարիք ունի, ինքը քեզ հետ մտերմության կարիք ունի, ինքը տան կարիք ունի։ Այսինքն քո աղոթքը քո շուրջը չի պատտվում։ Դուրը քո համար չես թակում։ Հենց այսի է նրբությունը Աբրահամ աղբեր։ Շատ ժամանակ ասում ենք, ախր այդքան խնդրում եմ, Տեր, խի չես տալի, ախր այդքան ուզում եմ, խի չես տալի, ախր այդ վաղտ էլ է տալի իրականում։ Այդտեղ ասում է չարաչար եք խնդրում։ Ձեր եսի համար եք խնդրում, չէ՞։ Չարաչար է քո եսի համարն է էլի։ Երբ որ քո եսի համար ես խնդրում, ասում ախր իմ սիրտը նա է, ուզում եմ քո մեջ ինձ տենամ, էլի։ Ուզում եմ քո մեջ ինձ տենամ։ Քո մեջ ինձ տենամ։ Պետրոսը երբ որ առաջի անգամ իրենց հնարավորություն տրվեց մեծ որս անելու, հիշում եմ, երբ որ իրանց օրկանը չէր դիմանում, պատրվում էր, կողքին կանչեց, ասեց եկեք ինքան շատ տվեց Տերը, որ ինքը հասկացա, որ ես միայն իմ համար չի, բայց իմ ընկերների համար։ Բայց Աբրահամ աղբեր, այնտեղ մեկն էլ կար, ասում է, Հիսուսն է պատմում այդ պատմությունը, ասում է, մեկն էլ կար, տեսավ իր արտերը մեծ պտուղ են տվել, ասաց ինչ անեմ, ես ամբարներս մեծ ասում, կեր խմի իմ անձս։ Էլի, ասում է, լսի, այսօր հոգիդ վերցնելու եմ։ Բայց հետո մի քիչ ուշ ասում է, փոխանակ որ Տիրոջը ճանաչել։ Տիրոջը ճանաչելը սա է, որ
տվել եմ, որ կողքի նավը կանչես։ Սա տիրոջը Քո համար չի միայն։ Հա, չես կարում տեղավորես կանչի կողքից, մի նավ էլ կանչի, մեկին էլ կանչի, թող այդ ձկները հավաքեն։ Ոնց որ Պետրոս այդ ժամանակ ինչքան կարանար հավաքել, մնացածը թափել ջուրը, չէ։ Էսի տիրոջը ճանաչելն է։ Տիրոջը հայտնի լինելն է մեր։ Ես ուզում եմ քո ասածը մի քիչ ամրացնեմ ավելի շատ կարևոր բան նկատառում եմ, որ ասացի շատ սիրեցի Սերգեյ եղբայր։ Նայեք, դու ասում ես սա Հիսուսի իր մասին է խոսում, չէ՞։ Արի sense մի բան պայմանավորվենք։ Երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք, ինչ տեսանկյունից ենք մենք փորձում ուսումնասիրել։ Այսինքն Տեր ինձ ասել է, էսի մի արա, էսի մի արա, էսի մի արա, էսի արա, էսի արա, էսի արա, ու ես կփրկվեմ։ Հին ուխտը իր օրենքներով եւ նոր ուխտը իր ամբողջական խոսքով մեզ չի տրված նրա համար, որ մենք որպես պատմական փաստ, որպես մի բան, որ ինչ պիտի անենք, ինչ պիտի չանենք, օրենքը չի տված, որ մենք նրան կատարենք, կներես, բայց վերջնական խոսքը սա, օրենքը տված է կամ խոսք եւ օրենք նույն իմաստ ունի, Աստծո խոսք կամ օրենք նույն իմաստ ունի, տված է նրա համար, որ մենք ճանաչենք իր բնույթը, իր տեսակը, համաձայն ես։ Այս սկզբունքով, երբ որ սկսենք կարդալ, հասկանալու Աստծո սիրտը, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Անկամ դա էլ, եթե մի փոքր մեր էգոն աշխատի, էլի ճիշտ տեղ կգնա։ Դες երբ որ դու կներես, երբ որ մարդը կարդում է խոսքը հասկանալու ինչ պիտի անի, ինչ պիտի չանի, ինչպես այն երիտասարդը մոտեցավ Հիսուսին, ինձ մնում է երկնքի արքայությունը, ես դրան կարել եմ։ Նկատում ես ինչ անեմ, ինչ չանելն էլ է էգոից։ Էգոիզմը չանեմ, որ լավ լինի ինձ համար, սա էլ է էգոիզմ։ Երբ որ քոնը դնում ես, արդեն խաչը վերցնում ես, պապ ինչ անեմ դու ասա, քո սրտի ուզածը, դու ինչ ես ուզում ես սորան։ Բայց հոր սրտի ուզածը ինքը ասել է արդեն, սա է, որ քո եղբոր համար հոգ տանես։ Սիրիկ ընկերոջ։ Ես Սերտականության տամ է, այս անգամ այդ սիրելու մեջ է, որ սկսում ես եղբորդ համար ծառայել Աբրահամ աղբայր, դամար մարդը ծառայության մեջ մեկ էլի թշնամին գալիս միտքը կտրում է Աստծոց այդ որ այդ կետին անդրադարձանք։ Մարդը գնում է ծառայության մեջ մոռանում է հոր հետ, ասում է հետ արի բալես։ Էսի մի թող, էսի կարևոր է, իմ հետ լինելը կարևոր է։ Այն էլ քո սերն է ցույց տալի, որ սիրում ես ընկերոջը։ Հետևանքն է։ Հա, այդ իմ հետ լինելու հետևանքն է, որ դու սիրում ես քո ընկերոջը ծառայել ես, աղբորդ համար ծառայում ես։ Ստիպված չես սիրելու։ Սիրում ես, որովհետև չես կարող։ Ոչ թե դա գործողություն ես անում, այլ դա արդեն բխում է իմ հետ լինելուց։ Բնությունը փոխվում է, բայց երբ որ ես հիմա նայում եմ իմ բնությանը ու այդ գծին չեմ հետապնդում, այդ Հիսուսի տեսակին, այդ էությանը չեմ հետապնդում, իմ միտքը նորից վնասվել է, ասում է, նորոգվեցեք ձեր մտքի հոգով։ Այսինքն, երբ որ մեր միտքը նորոգվում է, ես հասկանում եմ ով եմ եւ ինչի համար եմ, եւ որտեղ պիտի լինեմ, ով եմ, ինչի համար եմ քիչ է, եւ որտեղ պիտի լինեմ, ոտքերի մոտ իմ հորս եւ դրանից կբխի թե ինչ անեմ։ Եվ սա շատ կարևոր է, երբ որ մարդը Աստծո հետ սկսում է ապրել, իր տան մեջ բնակվել, որպեսզի նորից չընկնի դուրս, որովհետև անգամ ծառայության մեջ կարահապարտությունը գա եւ սիրուն բաներ գա։ Մանավանդ մարդը սիրում է, շատ մարդիկ սիրում են գործ անել, սկսում են այդ գործը անել եւ սկսում են արդեն անզգուշորեն ընկնել այդ արածի սիրունության փառքի լիքը բաներ կան դեռ, բայց երբ որ ամեն ժամանակ ասում է, սա լավ բաժինն ընտրել, մնա իմ մոտ եւ դրանից կբխի քո ծառայելը, իմ ոտքերի մոտից կբխի քո ծառայելը, եւ սա հոգու այդ վերստին վերափոխման, վերածնունդի պահն է, երբ որ արդեն անում եմ ընկերոջս համար, այսինքն աղոթում եմ, այսինքն երկնքի դուռը թակում եմ, այսինքն խնդրում եմ հարևաններիս համար, ընկերներիս համար, աղբերներիս համար, հովիվներիս համար, կողքի պետությունների համար, սահմանի համար, մեկ այլ մեկի համար, այսինքն փոխվել է ստրելկեն, այդ ուղղությունը փոխվել է, սա հոգու եւ մտքի նորոգությունն է, Աբրահամ աղբայր։
քանի որ ժամանակը քիչ է ստեղ մի փոքր բան ոնց որ այսինքն երբ որ մենք ինչ ենք երբ որ մենք նույն հոգու մեջ ենք լինում բայց սիրուն բան կա ոնց որ նույն հաճախականության մեջ ենք լինում նույն տատանման մեջ ենք կարևոր բան ես ասում ռիթմի մեջ այո նույն ռիթմի մեջ ենք լինում շատ կարևոր սիրում եմ այս միտքը հիմա ոնց որ այստեղից հերարցակվում է ինչ որ հաճախականություն չէ եւ ովքեր որ հիմա այս հաճախականությանն են հիմա միացրել իրենց սարքերը իրենք հենց այս հաճախականությունն են ինչ որ եթերում կա դա ենք տեսնում թեկուզ հետո միացել են այս հաճախական մտածում են խորում երբ որ Տերը ոտքերը լվաց ասաց քեզ միացնում եմ իմ հոգուն իմ տեսակին իմ հաճախականությանը իմ թակավորությանը տարբեր ձևերով կարող ենք սա ամեն մեկի համար մի ձև հասանելի է դառնում այս խոսքը որ ես քեզ ինձ եմ միացնում դրա համար դու ինձ միացած մնա որ ինչ որ անես ինձ ցուցադրի ոնց որ մենք երկրի վրա մանիտորը լինենք երկնքի հիմա մանիտորի վրա մեզանից ինչ կտեսնեն ասած իրար սիրեք այնպես ինչպես որ ես ձեզ սիրեցի որ տեսնեն եւ իմանան որ իմ աշակերտն է Պողոս ինչ ասում թող ձեր վրա Քրիստոսի անուշ հոտը գա երկնքի հոտը գա ամեն դրանից հետո 11-ի 21-ի տարածքում մի բան էլ է տեղի ունենում եւ երբ որ Տեր Հիսուսը ծառայում էր մի բան ասեցին այնտեղ մեկին աղաղակեց ասեց Երանի այն որով այնին որ քեզ կրեց եւ այն քեզ կերակրողին որ քեզ կերակրեց Հիսուսը դեռ մի շատ ուժեղ բան ասում է լսում է ասում է երանելի է նա ով լսում է Աստծո խոսքը քո ասածը վրասի վերջը գժվելու բանը եւ կատարում է գժվելու բանը ում Երանի տվեց այստեղ այդ կինը Մարիամին Երանի տվեց չէ Հիսուսն էլ չառարկեց ասաց Հիսուսը կենտրոնացրեց որտեղից սկսվեց այդ երանելությունը կենտրոնացրեց թե որտեղից այդ երանելությունը սկսվեց որ հիմա էլ դու Երանի ես տալի ասաց սկիզբը ստեղից է երբ որ ինքը լսեց Աստծո հրեշտակին որ եկավ Աստծո ձայնը բերեց իրեն եւ ինքը համաձայնվեց մնալ նրա աղախինը եւ դրա համար դու հիմա երանելի ես տալիս դրան այսօր էլ մեզ շատերիս այսօրվա լսողներիս Աստծո խոսքը որ հասնում է մեզ ուզում ես երանելի լինես լսիր նրա խոսքը ու պահիր սրտիդ մեջ ու պահիր որ չկորցնես մի անգամ դուք ասացիք այս խոսքը ոնց որ հիշում եմ որ պահել մի բանը կատարել մի բանը որ պահում ես չկորցնես այո չկորցնես այդ խոսքը այո այդ խոսքը պահում ես սրտիդ մեջ եւ Մարիամը պահեց այդ խոսքը նայ ես մի հատ քանի որ հաճախականության մասին խոսացից եւ հիշեցրի նույն խոսքը որ Հիսուս ասում է Երանի նրանց ով իմ խոսքը լսում է եւ կատարում է սա գիտես ինչա սա այս իմաստուն իր մեջ որ երբ որ այդ հաճախականության մեջ ես դու ռեզոնանս ես տալի այդ հաճախականությանը շարժվում ես այսինքն կատարելը հենց այդ ռեզոնանսն է ոչ թե տարին համապատասխան ինչ որ բանանել չանելու մասին այլ այդ հաճախականությունը քեզ ռեզոնանսի մեջ է գցում դու չես կարող հանգիստ նստես այո հենց այդ նույն հոգին է որ քեզ հենց այդ մենք այդ սիրուն ես նկարագրում ռեզոնանսը հաճախականությունը որ ասեցինք ուղղակի ոնց որ հասանելի լինի որ մեզ նաև հոգու գործունեությունը ինչպիսին է տանդ մեջ հեչ պատահել է որ ինչ որ ձայն է եկել ու բաժակները սկսել են շարժվել նույն ռեզոնանսի մեջ են մտել իրանք այդ հաճախականությունը հասկացել են իրանց տեսակը այդ հաճախականության վրա շարժվող տեսակ է այսինքն շատ հետաքրքիր է երբ որ մենք մեր նաստրոյքեն դնում ենք առավոտյան այդ ռեզոնանսի այո Աստծո խոսքին պապ այսօր ինչ պիտի անենք ասում դու իմ հարթության վրա ես իմ հոգու մեջ ես իմ տանս հեսա կանենք իրար հետ ինչ որ պետք է գնացինք այս ինչ տեղը եւ ոնց ենք զանազանում մի հատ էլ այդ տեղին նայենք որ ես էլի հոչեմ ծրվել դեպի ինձ կենտրոնը դեպի ես եմ թե
Աստծո խոսքն է, իր սիրտն է, սոցիալիստն է։ Այս աղոթքի իմ համար է, իմ մասին է, թե քո մասին է, թե այս աղոթքի իմ մասին է, թե իմ շրջապատի մասին է։ Սրանք մտածել է պետք։ Այո, ես լուծել է։ Սա ոնց որ ամեն օրվա ցուցիչ է մեզ, որ ես շեղվել եմ այդ հետքերից Հիսուսի ուրիշ հետքերով եմ գնում, նորից իմ հետքերով եմ գնում, նորից իմ հետքերով, բայց պապ այսօրվա մեր անելիքը որն է։ Եվ երբ որ այդ ցուցիչը միշտ մեր առաջ է լինում, սա սթափ է պահում։ Ոյ ոնց որ պոպեսուր է գնացել, նորից անդրադառնում եմ, հայր, այսօր ինչ պետք է անենք։ Մտնում եմ դու ինձ որդեգրել ես։ Մենք իրար հետ պիտի գործենք։ Մենք իրար հետ պիտի գործենք ու այդ հենց այդ հոգու նորոգությունն է, որ իրար հետ ենք լինում։ Իրար հետ, որ ուզում եմ, այո, ես ուզում եմ, բայց ում համար։ Ուզում եմ, պապ, դուրն էլ թակում եմ, համառությունով խնդրում եմ, տուր աղբորս համար էդի, տուր աղբորս, ինքը դրա կարիք ունի, տուր, ես իր համար եմ ուզում։ Այդ տեղը Պետրոսը, որ երբ որ այնքան հետաքրքիր էր, նորել եկավ աչքիս առաջ, որ երբ որ այդ ձկները երբ որ բռնեցին եւ ինքը կանչեց կողքի նավին նավերին որ գային օգնեին հետաքրքիր է դրա հաջորդ ворսի ժամանակ սա ոնց որ սենց եմ տեսնում Աբրահամ եղբայր երբ որ Աստված մեզ օրհնում է ոնց որ առաջի օրհնելու ժամանակ այդտեղ նաեւ երևում է մեր սիրտը այդ օրհնությունը ամբողջությամբ ինձ պահեցի թե ես նաեւ իր նմանությունը ունեի մեջ Աստված պատրաստ է օրհնելու, բայց դա նաև մեզ համար փորձություն ասեմ կամ հայտնաբերում ասեմ, հնարավորություն ասեմ։ Մենք մեզի հայտնի ենք անում այդ իրավիճակում, մենք ենք հայտնվում։ Հա, ուզում եմ հասկանամ, ես այդտեղ Պետրոսը երևաց ով է ինքը։ Ինքն էս չարեց։ Դե վերջի այդ ձկնորսները նույն գործի մեջ մարդիկ կոնկուրենտ են։ Հա։ Նույն գործի մեջ մարդիկ կոնկուրենտ են, չէ՞։ Ով իր ձուկը ուրիշին կտա։ Հա, նույն գործի մեջ մարդիկ կոնկուրենտ են աշխարհի մեջ։ Բայց Պետրոսը աղաղակում ասում է դղեք, եկեք, այստեղ լիքը ավար կա, եկեք։ Սա միած սիրտ է, որ Տերը արձագանքում է։ Հայտնվում ես այդ նույն ձեր ասած ռեզոնանսի մեջ։ Եվ հաջորդ ворսի ժամանակ, երբ որ Տերը եկավ արդեն հարությունից հետո ափի մոտ, տղեկ ասեց ուտելու բան ունեք, ասին, չէ, ամբողջ գիշեր բռնել ենք չի եղել։ Եվ այստեղ որ տեսնում ենք նորից է Տերը հնարավորություն տալի։ Որովհետև այնտեղ իրենք ճիշտ էին պահել իրենց։ Ոչ ճիշտը ճիշտ բառով նկատի չունեմ էլի, որ ճիշտ ու սխալին է նայում Տերը, չէ, սրտին, իրենց սրտի դիրքը լավն էր։ Ուրիշներին տվեցին իրենց հասածից ուրիշներին տվեցին եւ այստեղ տեսնում ենք ինչ է անում նորից մեծ ձկներ է տալիս 130 դա իրանց վերջին ձկնորսությունն է չէ որովհետեւ դրանից հետո Տերը վստահում է մարդու ворսով լինելու արվեստին բայց այդ նրբությունն է էլի ուզում տեսնենք Աբրահամ աղբեր հələ հերիք չի այդ ձկները տվել էր ворսալուց երբ որ ափ եկան խորովածը կար պատրաստ ինքն է արդեն խորոված արածը կար անգամ ես մի փոքր ֆիզիկականին եմ տանում անգամ երբ որ մենք ֆիզիկականը երբ որ մեր ձեռքին է լինում մի անգամից էս բանը աշխատի ցուցիչը պապ այսքան տվել ես ինչի համար այսքան տվեցիր ինչի համար ում համար ես տվել այսքանը իմ համար այդ համամբարներս մեծացնեմ տներս շենքերս հողամասներս ավտոներս չէ բալես կեսը հարևանիդ համար է կեսը նույն քո գործի մեջի այն ընկերոջդ համար է իր համար եմ այդքանը տվեք ես ուզում եմ սիրտը ճանաչեմ սկի նմանվել ես ինձ Աբրահամ աղբերս սա որպես մեզ ոնց որ եւ Տիրոջը Տերը մեզ իր խոսքի միջոցով հայտնի է ինչպիսին է ինքը ով է ինքը որ մենք էլ ամեն օր իր հետ լինելով իր նմանությունը անենանք կարող եմ աղաղակել Տեր բա ես ծառայում եմ վազում եմ ալես ասում մարդա արի Մարիամի կողքը նստի արի իմ մոտ սա է ամենաառաջնային իմ հետ եղի ծառայությունը իրար հետ կանենք իրար հետ կանենք ամեն սեր եղբայր ինչ հասկացա ես մեկ նախադասությունով կուզեմ իմ հասկացածը ներկայացնել սա է մենք խոսացինք հենց մեկնարկային համարը ում որ ուզեմ ինձ հայտնի կհայտնեմ Քրիստոսի հայտնությունը փաստորեն ուղիղ կապ ունի
մարդու կյանքում այն իմաստով, որ նա սկսում է հասկանալ, որ ինքը իր կյանքով այլևս չի ապրում, նա ապրում է իր ընկերների շրջապատի կյանքով, եւ սա ուղիղ պայմանավորված է Քրիստոսի հայտնությամբ, այսինքն եթե ես ասում եմ Քրիստոսի հայտնությունը ունեմ, որովհետեւ այսօր դա դարձել է լեքսիկոն, բառեր, Հիսուսը հայտնվեց, Հիսուսը ինձ ես շատ եմ ասելու այս խոսքերը, որովհետեւ ահավոր դեմ եմ այս երևույթին, Հիսուսը ինձ ասեց, Հիսուսը տարավ, բայց նկատում ես, որ այնքան եսակենտրոնն է դա, ես եմ, իմ մասին եմ ասում, խոստովանում եմ եղբայր, բայց երբ որ դու լրջանում ես եւ փորձում ես հասկանալ բովանդակությունը, ուրիշ վերաբերմունք ես ցույց տալի այս խոսքին, եթե ես ասում ես ունեմ Հիսուսի հայտնությունը, որքան ունեմ Հիսուսի հայտնությունը, այդքանով կերևա իմ հոգատարությունը շրջապատի նկատմամբ, շատ եմ հոգատար, ավելի շատ ունեմ Հիսուսի հայտնությունը, քիչ եմ օգտակար, քիչ ունեմ ընդհանրապես օգտակար չեմ, չունեմ Հիսուսի հայտնությունը, եկեք անկեղծ լինենք, խոստովանենք, համաձայն չես, եւ այսօրվա խոսքը մեզ նաեւ ապաշխարության է տանում, լուրջ մտածելու առիթ է տալի, թողնենք այդ կեղծավոր տպավորություն թողնող այդ գործողությունները, այդ խոսքերը ոչ մի արժեք չունի դա, ոչ մի տեղ չի տանելու մեզ, ոչ մի հոգևոր հասունություն չենք ձեռք բերելու, գնալով ավելի դերասան ենք դառնալու, հա, եւ մեր եսը սնելու կրոնական, այսպես ասած, կյանքով ենք ապրելու, որ հետո Տերը գա չլինի, որ ասի հերո գնա ինձանից, ես քեզ չեմ ճանաչում, այդ չեմ ճանաչումը, այդ չեմ ճանաչում արեցինք, ասում եմ, բայց ես քո հետ չի։ Այնտեղ էլ շատերը ասում են, բա երբ արեցինք, ասում եմ, էսի արեցինք, ասում եմ, ասում եմ, երբ իմացանք, որ չծառայեցինք, իրանք կամ ծառայողներն էլ ասում են, երբ քեզ մի բան տվեցինք դեր։ Ասում են, որ ես արիք ինձ արիք։ Ստեղ խորը, Սերգեյ պար, խորը անկեղծություն է պետք մեզ, սիրենք անկեղծանալ Տիրոջ առաջ, Տեր ամեն բան գիտի, տեսնում է և բաց և ամեն բան մեր կա իր աշկերի առաջ, որի հետ է մեր բանը, այդպես ասում Պողոս Արաքյան, այդպես ու շատ շնորհակալ ենք եղբայր, Տերորնից է շատ ենք շնորհակալ, Աբրահամ եղբայր, որ Տերը մեզ այսօր հրաշալի օր է տվել, որ իր երեսը փնտրենք, իր հետ ապրենք, իր հետ գործենք, որովհետև երբ որ մենք ենք գործում, համ ծանր է, համ դժվար է, բայց իր հետ գործում ես չես էլի բանը ոնց արեցիր, հաճելի դու արեցիր, եւ իմ բերը թեթև է եւ լուծը, հա, այդպես ասում, քաղցր է, իմ լուծը թեթև է եւ իմ բերը քաղցր է, հաճելի, դուրեկան է քեզ հետի, երբ որ իր հետ ենք, իր ոտքերի մոտից ենք գործում, իր հետ ենք գործում։ Եղբայրս շնորհակալ եմ եւ քո աղոթքով ավարտենք եթերը։ Շնորհակալ ենք երկնային Հայր։ Այս հրաշալի օրվա համար եւ այն ամեն օրերի համար, որ մեզ արթնացնում ես Տեր։ Եվ Տեր ուզում ենք, որ ամեն օրը քեզ հետ սկսել, ամեն օրը քեզ հետ բացվի Տեր, եւ ամեն ինչ որ անենք քեզ հետ անենք Տեր։ Եվ քո սիրտը ուրախացնենք եւ մենք ուրախության մեջ լինենք Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Տեր, քո հայտնի անելու համար, որ դու քեզ հայտնում ես մեզ եւ քո խոսքի եւ այն խոսքի, որ քո հոգով է լցված Տեր, եւ մեզ ամեն անգամ շեղվելու ճանապարհներից նորից գալիս եւ բռնում բերում օգնում եւ դնում ես նույն ուղու վրա, որ նայենք քեզ ամեն օր եւ թե մեր աղոթքները, թե մեր գործերը քեզ փառավորեն Տեր։ Ամեն Տեր։ Տուր մեզ Տեր այսօր նորից տեսողություն Տեր, որ ամեն օր քեզ նայենք Տեր եւ թող որ ամեն ժամանակ Տեր մենք հանձն առնենք, որ քեզ դնենք ամեն բանից առաջ, քեզ ունենանք ամեն բանից առաջ,
քեզ ունենանք ամեն օր սկսելուց առաջ օրհնյալ լինի քո անունը Տեր մինչև հավիտյան Տեր Հիսուսի անունով հայրս ամեն ամեն փառքեստես Տեր օրհնի Աբրահամ եղբայրջան այս հրաշալի հնարավորության համար որ կարողացանք մի փոքր Արուսերն restart անգլերեն ապնավից update կոմպյուտերի նորից համակարգչի խոսքը են անելիքի մեջ են կոչման մեջ են հետևելու մեջ որ Տերը մեզ կանչել թարմանանք այսպես թարմություն նորոգվենք նաև այդ իմաստը թե ցուցիչը օգտագործենք թե ցուցիչները շատ կարևոր ասել գիտեք Տերը ամեն բան դրել է մեր համար որ մենք ցուցիչներով չգլորվենք ամեն Տեր օրհնի քեզ եղբայրս շնորհակալ ենք օրհնված հաջողված եւ պտղաբեր եղիր մենք նորից կհանդիպենք առաջ Աստված սիրելի քուրդ եղբայրներ այսպեսին էր մեր եթերը այսօր հուսամ խորապես այս խոսքը մեր սրտերի մեջ տեղ կգտնի եւ իրոք անկեղծանանք Տիրոջ առջև եւ շարժվենք Աստծո խոսքով որպեսզի լինենք հաջողված ինչպես ասում է առաջի Սաղմոսը Տեր օրհնի մնացեք խաղաղությամբ Մանանաթա Տերը շուտով գալու է առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին